Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, օրակարգում է եղել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Դոնալդ Թրամփը զրուցել է նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին ընդառաջ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդները եւս հեռախոսով բանակցել են Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ հնարավորինս շուտ։ Պետքարտուղարը հիշեցրել է, որ Ստամբուլյան բանակցություններից հետո Կիևը եւ Մոսկվան ներկայացնելու են հրադադարի իրենց պայմանները, որոնք ըստ դիվանագետի պետք է իրատեսական լինեն։ Ռուբիոն նախազգուշացրել է, Ռուսաստանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսն էլ մտահոգություն է հայտնել, որ բանակցությունները որոշակիորեն փակուղում են հայտնվել։ Պուտինը կարծես թե լավ չի պատկերացնում ինչպես դուրս գալ պատերազմից։ Եթե Ռուսաստանը պատրաստ չէ մասնակցել խաղաղության գործընթացներին, Վաշինգտոնը ստիպված կլինի ասել, որ սա մեր պատերազմը չէ, նախազգուշացրել է պաշտոնյան։ Կրեմլի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպմանը, նշել, որ այն պետք է լինի լավ նախապատրաստված։ Պետությունների ղեկավարներն իրենք կորոշեն ամսաթվերը, հավելել է պաշտոնյան։ Պեսկովի խոսքով Մոսկվան բարձր է գնահատում Վաշինգտոնի միջնորդական ջանքերը եւ նախընտրում է հասնել իր նպատակներին դիվանագիտական ճանապարհով։ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար ուժ եւ ռեսուրսներ ունի 2022 թվականին սկսած տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Հարկավոր է վերացնել այս ճգնաժամն առաջացրած պատճառները, պայմաններ ստեղծել երկարաժամկետ կայուն խաղաղության համար, ապահովել ռուսական պետության անվտանգությունը եւ այն տարածքների բնակիչների շահերը, որտեղ ապրում են ռուսերենը իրենց մայրենի լեզուն համարող մարդիկ, հավելել է Ռուսաստանի նախագահը։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը խոսելով ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորման մասին հայտարարել է, որ Վաշինգտոնը 22 կետից բաղկացած խաղաղության համապարփակ ծրագիր է ներկայացրել։ Առաջին կետը համապարփակ հրադադարն է, գրել է ամերիկացի պաշտոնյան X-ի էջում։ Անհապաղ հրադադարի գաղափարը ողջունում են նաև Կիևը եւ Եվրոպան։ Ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին սակայն հայտարարել է, խաղաղ բանակցություններից առաջ հրադադար պահանջողներն ուղղակի պատմություն չգիտեն։ Ռազմական գործողությունները միշտ ուղեկցվել են բանակցություններով, կարծիք է հայտնել Մեդինսկին։ Հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Կիևին, հաղորդվում է քաղաքացիական բնակչության շրջանում 1 զոհի մասին, կան վիրավորներ։ Թիրախում է եղել նաև Սումիի շրջանը։ Մայիսի 18-ի եւ 19-ի գիշերը Ռուսաստանը 370-ից ավելի անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Իրանը եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության դրանք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում եւ կշարունակվեն մինչեւ մայիսի 21-ը։ Կողմերն ընդգծում են, որ վարժանքները նշանակալի քայլ են ընդհանուր սահմանի երկայնքով անվտանգության ապահովման, հնարավոր սպառնալիքներին հակազդելու, ռազմական գործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ։ Քննարկվել է անվտանգության ոլորտում երկկողմ գործակցությունն ամրապնդելու հեռանկարը։ Իսրայելը հայտարարել է Գիդեոնի կառքերը գործողության շրջանակում Գազայի հատվածի հյուսիսում եւ հարավում լայնածավալ ցամաքային գործողություններ սկսելու մասին։ Ցահալի տվյալով անցած շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Համասի ավելի քան 670 թիրախի ամբողջ Գազայի հատվածում։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ այժմ վճռական փուլում են եւ պատրաստվում են վերացնել Համասն ու վերադարձնել գերիներին։ Նշվում է, որ գործողության ընթացքում որոշ տարածքների քաղաքացիներ կվերաբնակեցվեն։ Իսրայելի վարչապետն էլ նախազգուշացրել է ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ ռազմական վերահսկողություն հաստատելու մտադրության մասին։ Միևնույն ժամանակ մարդասիրական մատակարարումների արգելափակման պատճառով Գազայի հատվածում ահագնացող սովի եւ միջազգային հանրության մտահոգությունների ֆոնին Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ են տալիս սահմանափակ քանակությամբ սնունդ տեղափոխել Գազա։ Պատժամիջոցները չեն ստիպի Թեհրանին ենթարկվել արտաքին ճնշմանը, հայտարարել է Իրանի նախագահը, մեկնաբանելով միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոն-Թեհրան լարվածությունը։ Մասուդ Փեզեշքյանը շեշտել է, երբեք չեն հրաժարվի միջուկային ծրագրից։ Նա հիշեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ է եւ իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործելու միջուկային տեխնոլոգիաները, այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության եւ բժշկության ոլորտներում։ Փեզեշքյանը հավատացրել է, միջուկային զենք մշակելու նպատակ չունեն։ Իրանի
Թեհրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին էլ հայտարարել է, որ Թեհրանը կդիտարկի Մերձավոր Արևելքի երկրների եւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ միջուկային կոնսորցիում ստեղծելու գաղափարը։ New York Times-ը գրում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել նման առաջարկով որպես այլընտրանք միջուկային գործարքի շրջանակում Վաշինգտոնի առաջ քաշած պայմաններին եւ միջուկային ծրագրից ամբողջությամբ հրաժարվելու պահանջին։ Ակնկալվում է, որ կոնսորցիումը թույլ կտա Իրանին հարստացնել ուրանը մինչև 3.67% եւ այն մատակարարել արաբական երկրներին քաղաքացիական նպատակներով օգտագործելու համար, իսկ միջուկային օբյեկտներում միջազգային դիտորդներ կարող են տեղակայվել։ Մինչ այդ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը բացառել է Իրանի կողմից ուրանի հարստացման ցանկացած հնարավորություն։ Նրա խոսքով Վաշինգտոնը Թեհրանին հստակ առաջարկ է արել, որը կարող է լուծել առկա տարաձայնությունների եւ խնդիրների մի մասը։ Ուիտկոֆը հավատացրել է, Միացյալ Նահանգները ցանկանում է ընտրել դիվանագիտության եւ երկխոսության ուղին։ Թեհրանից եւ Վաշինգտոնից հնչող հայտարարությունների ֆոնին Wall Street Journal-ն էլ հայտնում է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 24-ից 25-ը Հռոմում։ Ռումինիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, հաղթել է Բուխարեստի լիբերալ քաղաքապետ Նիկու Շորդանը, առաջ անցնելով իր մրցակցից, ազգայնական Ջորջե Սիմեոնից։ Ռումինիայի ընտրական հանձնաժողովի տվյալով Դանը ստացել է ձայների 53.6%-ը, իսկ ազգայնական կուսակցության ղեկավար Ջորջե Սիմեոնը 46.4%-ը։ Դանը հանդես է գալիս տնտեսական բարեփոխումների, բյուջեի դեֆիցիտի կրճատման, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման եւ Ուկրաինային աջակցությունը շարունակելու օգտին։ Մինչդեռ Ջորջե Սիմեոնը երբեք չի թաքցրել ազգայնական հայացքները եւ Դոնալդ Թրամփի նկատմամբ համակրանքը։ Քարոզարշավի ընթացքում նա հաճախ խոսում էր կրոնի ավանդական արժեքների մասին, դեմ արտահայտվելով արևմուտքի լիբերալ գաղափարախոսությանը։ Քվեարկության օրը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկը խնդրել է Messenger-ի ղեկավարությանը արգելափակել ռումինական աջակողմյան հաշիվներն ու ալիքները։ Նա ակնարկել է Փարիզին։ Ֆրանսիան ամբողջովին անհիմն է որակել այդ մեղադրանքները։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ ընտրությունների երկրորդ փուլում կրկին ռուսական միջամտության նշաններ են գրանցվել։ Ըստ գերատեսչության այդ նպատակով օգտագործվել է Telegram-ի ցանցը։ Դիանա Գասպարյան, լուրեր։